Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում այսօր ես զրուցելու եմ Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակի 5-րդ համար ազգային ժողովի գործող պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, զգուշացնեմ ուղղակի, որ մեր զրույցը տևելու է 30 րոպե, մոտ 2 րոպե առաջ ես ձեզ զգուշացնեմ, որ ժամանակը մոտենում է ավարտին եւ երբ 30-րդ րոպեն լրանա, ես ստիպված կլինեմ ձեզ ընդհատել, կանխավ դրա համար ներողություն եմ խնդրում։ Անցնենք հիմա ծրագրային, դուք եք տանտերը, դուք եք որոշ։ Ուրեմն անցնենք ծրագրային ձեր դրույթներին, նախընտրական Հայաստան Դաշինքը ասում է, որ իշխանության գալու դեպքում դուք կարող եք ապահովել երկնիշ տնտեսական աճ։ Այսպես ընդհանուր կոնտուրներով կարող եք ասել ինչի հաշվին դա պիտի արվի։ Ինչ թվում է շատ արդար կանոններ են, այո, 37 րոպեին թող բոլորի համար անջատվի, որ ազգային ժողով չլինի, էլի, որ ղեկավարությունը ում ուզում է ինչքան ասես ժամանակ է տալիս, մանավանդ ազգային ժողովում հյուր Նիկոլ Փաշինյանին, իսկ մնացածներին ժամանակը կտրում է։ Տեսեք, մենք երկնիշ տնտեսական աճ չենք խոստացել, մենք ուղղակի ասել ենք, որ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչյանը Հայաստանի նախագահն էր, իսկ Դաշնակցությունը կոալիցիոն գործընկեր էր, Հայաստանում արձանագրվեց երկնիշ տնտեսական աճ, միջինում մոտ 12%, եւ դրա արդյունքով է, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց Կովկասյան վագր։ Հիմա մեր խոստումները մի քանիսն են, նախ տնտեսական քաղաքականություն իրականացնում, որովհետև հիմա Հայաստանում տնտեսական քաղաքականություն չի իրականացվում։ Եթե իրականացվեր, էկոնոմիկայի նախարարը չէր ասի գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, գնացեք նոր սպառման շուկաներ գտեք, իսկ Նիկոլ Փաշինյանը չէր ասում ախպեր դե աղքատես, ես վազնարի, ես քեզ ոչի բանով պարտական չեմ։ Ես մի քանի ուղղակի ուղղությունները նշեմ, որոնց իրականացումը կբերի Հայաստանի էական տնտեսական աճի։ Առաջինը արդյունաբերական քաղաքականությունն է։ Հայաստանը պետք է դառնա մրցակցային առավելությունների վրա կառուցված արդյունաբերական երկիր։ Երբ խոսեմ արդյունաբերության, ես նկատի ունեմ նաև պոստինդուստրիալ հեղափոխությունը, լավ հետարդյունաբերական հեղափոխությունը, այսինքն բարձրարժեք ծառայությունները եւ ոչ նյութական արտադրանք, օրինակ արհեստական բանականությունը։ Չնայած հաշվի առնելով ներկայիս գլոբալ տենդենսը, երևի իրոք մենք այս պոստինդուստրիալ հեղափոխությունից վերադառնում ենք ինդուստրիալ իրավիճակի եւ հենց դրանով է պայմանավորված Թրամփի այս տարիֆային պատերազմը, ինքը ուզում է արդյունաբերության մի մասով գոնե վերադարձնի Միացյալ Նահանգներ։ Այսինքն արդյունաբերական երկիր եւ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, հեռավորությունը հիմնական շուկաներից, տրանսպորտային ուղիների այդ խնդիրները, այսինքն բարձրարժեք արտադրանք։ Մենք չենք կարող մեզ այն ճոխությունը ցույց տալ ցածր արժեք ունեցող, մեծ ծավալ ունեցող, ցածր արժեք, բայց մեծ ծավալ ունեցող արտադրանք թողարկել եւ մանավանդ արտահանել։ Դրանից բացի տեղական արտադրողի աջակցություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր տեղական արտադրողները դուրս են մղում։ Կան օբյեկտիվ պատճառներ, օրինակ բարձր հաստատուն ծախսեր, ինչը մեր ձեռնարկությունների համար շատ ավելի դժվար է դարձնում մրցակցելը, քան այլ երկրների համար, կա նաև օրինակ արտարժույթի խնդիր, որը մեր արտանումները ավելի ծանր է դարձնում, բայց դու պետք է փորձես պաշտպանես քո արտադրողին կառավարության տնտեսական քաղաքականությամբ։ Ես գիտեք բազմաթիվ հարցումներ եմ ուղարկել կառավարություն, ընդհանրապես մի պատասխան եմ ստացել, որը ինչքան կարդում ես, այդքան ուզում ես կարդաս։ Դա հարցում էր կառավարությանը, թե ինչ ազդեցություն ունեցավ թուրքական ապրանքների էմբարգոն։ Հիշում եք 21 թվականին 2 անգամ 6 ամսով էմբարգո հայտարարվեց, էկոնոմիկայի նախարարությունը հետո ցանկանում էր, որ էմբարգոն շարունակվի, բայց Փաշինյանի կառավարությունը որոշեց ոչ թուրքական ապրանքների մուտքի արգելքը վերացնել։ Ինչևէ, հիմա երբ կարդում ես կառավարության նամակը, պատասխանը, թե Հայաստանի համար ինչ դրական ազդեցություն ունեցավ թուրքական ապրանքների մուտքի արգելքը, ուղղակի ուրախանում ես։ Տեղական արդյունաբերությունը զարգացավ։ Եվ խոսքը չի գնում, լավ, օրինակ մենակ տեքստիլ կամ, չգիտեմ, պահածոացման արդյունաբերության մասին։ Նույնիսկ կենցաղային քիմիական գործարաններ սկսեցին գործել։ Ներմուծումները Թուրքիայի փոխարեն սկսեցին գալ, չգիտեմ, Եվրոպայից, Բելարուսից, Իրանից։ Պետք է փորձես պաշտպանես քո
շուկան։ Մյուսը ներմուծման փոխարինումն է, որը նույն տրամաբանության մեջ է եւ արտահանման խթանումն է։ Մեր շուկան փոքր է եւ ձեռնարկությունները չեն կարողանում գանեն մեծ մասշտաբի միայն տեղական շուկայի չափսը հաշվի առնելով։ Դրա համար դու պետք է օգնես, որ իրանք դուրս գան։ Ես վստահ եմ, որ դուք ԵՄԵԱՏՄ հարցը ինչ-որ մի պահին տալու եք, դրա համար արտահանման խթանման հարցը մի քիչ թողեմ մի կողմ, որ հետո այդ հարցի շրջանակներում ծավալվեմ։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը։ Փոքր ձեռնարկատիրությունը այն բարձր տեխնոլոգիական ստարտափների մասին միայն չեմ խոսում, այլ նաեւ ամենահասարակ փոքր ձեռնարկությունները։ Իրենք ունեն նաեւ սոցիալական մեծ էֆեկտ։ Եվ դրանից բացի եթե մարդ ունի սեփականություն, ինքը ավելի կապված է լինում երկրի հետ, որովհետև գիտեք, ներկայիս էս մոբիլ գործոնների պայմաններում մարդը սեփականություն չունի, ուսապարկը կգցի ուսին կգնա։ Հեծանիվով աշխարհով պտտվել։ Ոչ թե հեծանիվով աշխարհով պտտվելու, միգուցե հեծանիվով գնա, բայց գնա ուրիշ տեղ աշխատելը։ Այսինքն նաև փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումն է։ Մյուսը ֆինանսական համակարգը։ Տեսեք, այսօր որ նայում ես մեր բանկային համակարգի վարկային պորտֆելի կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնականում սպառումն է ֆինանսավորվում, այսինքն դա խայտարակությունը երկու պորտֆելի մոտ 1/3-ը սպառողական վարկեր են։ Բայց հիպոթեկային շուկան էլ է բավական։ Հիպոթեկը թողենք մի կողմ, դա այլ մյուս 1/3-ն է, որը իր էությամբ էլի սպառման ֆինանսավորում է, որովհետև հիպոթեկային վարկով տուն գնաց մարդկանց երևի 90%-ը, 95%-ը տունը գնում է ապրելու համար, ոչ թե տունը դիտում է որպես բիզնեսի միջոց, այսինքն տունը սառնեմ, հյուրատուն դարձնեմ, բիզնես աշխատեմ։ Դա էլի սպառում է։ Ներկա, ես ինքս հիպոթեկով տուն ունեմ, հա։ Եւ գիտեք, բանկային համակարգի ներկայացուցիչների հետ խոսում ես, կենսաթոշակային ֆոնդերի ներկայացուցիչների հետ խոսում ես, ասում ես լավ, ինչի՞ է էլի, sense ո՞ս կարելի է մենակ հերոստացույց հասկացանք, դեպ կենտրոնական բանկն ասում էր, դե մարդիկ տուն են առնում, հետո հերոստացույց առնեն, դե բարև ձեզ, էլի, տանգին եւ հերոստացույցի գինը համադրելի չի, 1-ին 20-ը, ուրեմն 1-ին 20 տիլներ։ Պարզ սպառման ֆինանսավորումը շատերը, որոնք ովքեր նստած են ղումարի վրա, նաեւ իրանց պարտքերը փակելու միակ ձևն է։ Ինչևէ, բանկերի հետ որ խոսում ես, մարդիկ ասում են, լավ, ինչի՞ չեք ֆինանսավորում, մենք ենք ասում, տնտեսություն, ասում ես, ինչ ձեռնարկություն կա։ Քանի հատ ձեռնարկություն կա, որ ես կարող եմ վարկ տամ։ Սա է, այսինքն մեր հիմնական մոտեցումները։ Նաև ես կներեք, էլ լավ չհասկացա, դուք ինչ եք առաջարկում, տեսեք, ինչի համար եմ ասում, որտեվ 96 թվականից առնվազն երբ Բագրատ Ասատրյանն էր, եթե չեմ սխալվում, կենտրոնական բանկի նախագահ, այն ժամանակից հետո Տիգրան Սարգսյանի հետ swap արեցին։ Հա, այն ժամանակից սկսած անընդհատ պնդում էին իշխանությունները, այդ պահի իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մարտին Նիկոլ Փաշինյանի, որ բանկային համակարգը Հայաստանի Հանրապետության տնտեսության ողնաշարն է կամ ողնաշարի կարևոր ողերից է եւ ամենակայացած հատվածներից։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, որ բանկային համակարգը ինչ անի, որտեղ ներդրի։ Մենք առաջարկում ենք, լավ, եթե այդպես խորը մասնագիտական տիրույթ մտնենք, եկեք մտնենք։ Ֆինանսական շուկաների մասին խոսենք, լավ, որտեղ եւ բանկային համակարգը որպես ֆինանսական շուկաների մի մաս։ Ֆինանսական շուկաները տնտեսության զարգացման ֆինանսավորողներն են։ Տնտեսության զարգացման արդյունաբերության, այսինքն պահանջարկի մաս եւ նաեւ ներողություն առաջարկի մաս եւ նաեւ սպառումը։ Հիմա մեր մոտ ասիմետրիա է առաջացել, բանկերը ֆինանսավորում են հիմնականում սպառում, այսինքն մարդը գնում է, չունի էսպային գումար, որպեսի գնի հեռուստացույց, հեռուստացույցի համար վարկ է վերցնում բանկերից կամ էլ կրեդիտ քարտով օգտագործում, դա հարմարավետության խնդիրն է։ Եվ նաև էսպային չունի գումար, մինչև աշխատավարձ մնացել է ընդհանրենք 10 օր, փողը չի հերիքել, ինքը պարտք է վերցնում։ Մյուս գործառույթը բանկային համակարգ, որ ֆինանսավորի ձեռնարկություններին դա չի գործում։ Այսինքն հստակ մոտեցում պետք է ունենաս, նորմատիվների փոփոխությամբ դու պետք է կարողանաս բանկերին խթանես, որ իրանք ֆինանսավորեն ձեռնարկությունները, որտեղ շատ ձեռնարկություններ օրինակ ասում են, մեզ փողա պետք հասանելի միջոցներ չկան։ Բանկերն ասում են մեզ Դե բանկերը կներեք էլի չեմ ընդհատում, ուղղակի ասում են մենք բիզնես վարկեր, այս արտոնյալ պայմաններով 10-ից 9-ին մերժում են։ Դե հենց իմ ասածն դա է, էլի։ Չէ, ամենահաստատ։ Այո, մենք իրար հասկանանք, ասկան պետքա փորձես, չես կարող իրան պարտադրես, բայց կարող ես ասես քո պորտֆելում ենթադրենք սպառողական վարկը 20%-ից ավել չպետք է լինի, օրինակ եմ ասում։
այսօրվա 25-30-ի փոխային նմանապես եւ օրինակ կենսաթոշակային ֆոնդերը, չէ՞, տեսեք ինչ իրավիճակ է, պետությունը նույն ես 74-ից շուտ եմ ծնվել, ենթադրենք 75 թվականից ծնված մի քաղաքացի։ Ձեր համար գումար է տալիս կենսաթոշակային հիմնադրամին։ Հետո կենսաթոշակային ֆոնդը եւ հետո պետությունը գնում է կենսաթոշակային ֆոնդից իր տված գումարը պարտքով վերցնում է։ Դա նշանակում է այդ ֆոնդը գնում է պետական պարտատոմս։ Գնում է փողը ներդնում է բանկային ավանդի մեջ, չէ՞ որ ասում են բանկային ավանդներում գումարն այսքան շատացել է, դա նրանից չշատացել է, որ ձեր փողն է շատացել։ Պետությունը մեզնից փողը վերցնում է, տալիս է ֆոնդին, ֆոնդը անելու ոչի բան չունի, գնում ավանդ է ներդնում։ Եվ սա համար անջատվել է ֆինանսական համակարգը, կտրվել է ուղղակի իրական տնտեսությունից։ Այս կապը պետք է ապահովել։ Մյուս խնդիրը պետական պարտքի կառավարումը եւ պետական պարտքի քաղաքականությունը։ Տեսեք, 15 միլիարդի են հասցրել։ Ինչ են արել։ Ես այդ հարցը բազմաթիվ անգամներ ազգային ժողովում տվել եմ։ Եվ այն Նիկոլ Փաշինյանը, որ ասաց, ինչ են կարել, 8 միլիարդից ենք են կարել, դա իմ հարցի պատասխանն էր։ Նախ բոլորս էլ հասկանում ենք, որ սուտ է 8 միլիարդ չի, որտեղ այդ 8 միլիարդը եկեք ընդունենք, որ մախատ չի, որը դու ինչ որ ջանք թափես, փորձես դեզի մեջ պայես, մեկա չստացվի, լավ, ինքը պետք է միտեղ երևար, բյուջեում պետք է երևար, վարկային պարտավորություններում պետք է երևար, սուտ է իհարկե 8 միլիարդ չի, բայց ամեն դեպքում, լավ, եթե ազգային ժողովը գալիս վարկային համաձայնագիր, որտեղ ասվում է, մենք վերցնում ենք ուրեմն ռոռոկման համակարգի բարելավման համար նախատեսված վարկ 70 միլիոն եվրո, որից 20-ից պակասն է գնում ուղակի ներդրումների վրա, մնացածը գնում է կարողությունների զարգացում, ֆլան ֆստան, ներառյալ ջրի կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովումը, բա տենց է կարևոր պարտքը 15 միլիարդ է հասել։ Դուք որպես նախկին գյուղատնտեսության նախարար, հիմա տեսեք, ես գիտեմ, որ Հայաստան դաշինքը, ընդ որում ոչ միայն Հայաստան դաշինքը, մեծ տեղ է տալիս գյուղատնտեսության նշանակությանը հետագայում ապագայի համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է թե գյուղատնտեսությանը որպես այդպիսին, թե Հայաստանի որպես պարենային ապահովության միջոցի, հա։ Գյուղատնտեսության ոլորտում, բայց մենք ունենք բավական լուրջ խնդիր, ինչի հետ է կապված, հաշվի առնելով 2023 թվականների այդ զարգացումները, մենք տարածքային բավական լուրջ կորուստներ ունեցանք, այսինքն այն հատվածները, որտեղ ժամանակին խոթարքներ էին, չգիտեմ, ցորեն էին ցանում եւ այլն, այդ ամենը հիմա չկա։ Բայց դուք պնդում եք, որ կարող եք հասնել նրա, որ գյուղատնտեսությունը էլի այսպես թռիչքաձև աճ ապահովի, ինչի հաշվի։ Նախ այո, ճիշտ եք ասում, մենք Հայաստանի Հանրապետությունը այսօրվա իշխանությունների ձեռամբ ունեցանք կորուստներ։ Նախ Արցախի Հանրապետությունն է, որը մեր ցորենի մոտ քառորդի 20%-ի մատակարարն էր։ Հիմա դա չկա, բայց հենց իրանց կատարյալ երջանիկ են զգում, երբ ադրբեջանական 4-րդ կարգի ցորենը Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Ղազախական, ճիշտ նկատեցիք, ղազախական ցորենը Ակտաովից գալիս է Հայաստան, մի պրեսկ։ Այն էլ ցածր կալորիականության 4-րդ կարգի, որը որպես կանոն հիմնականում ոչ մարդկային պարենի մեջ էր օգտագործում, ուրիշ բան չասեմ։ Դրանից բացի, տեսեք, գյուղատնտեսության նախարարությունը այլևս չկա, գյուղատնտեսության նախարարությունը միացրել են էկոնոմիկայի նախարարությանը, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ։ Ես ինձ բազմաթիվ անգամներ հարց եմ ուղարկել, ինչպես է գնահատել կառավարման արդյունաբերությունը 2019 թվականին, որ միացրեցիք, հիմա ինչքան է դա, պատասխան չկա, ինչ իրանց հարցնեմ, ինչ է սեղանին։ Մյուս խնդիրը, դու չես վարում գյուղատնտեսական քաղաքականություն։ Ինչ է լինում այս պայդրությամբ, սենց մի քիչ էս կողմ, էս կողմ, են կողմ։ Պետք է պետությունը իր համար որոշի, որոնք են առաջնահերթությունները, ինչ տիպի գյուղատնտեսություն ենք ուզում ունենալ, եւ օգնի հողի աշխատավորներին իրականացնել քաղաքականությունը եւ գյուղատնտեսությամբ զբաղվելով ունենալ կայուն եւ բարեկեցիկ կյանքի համար բավարար եկամուտ։ Հիմա տեսեք, գյուղատնտեսական քաղաքականությունը իմ պատկերացմամբ 3 նպատակ պետք է ունենա։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների
կենսակերպի բարելավում, բարենային անվտանգություն, որի արդյունք սարսափելի խոցելի ենք, եւ կենսակերպի պահպանում։ Մանավանդ հաշվի առնելով, որ մենք սահմանային քաղաքներ որպես այդպիսիք ու բացառությամբ ասենք Կապանի, Գորիս Կապան Մեղրի եւ Ագարակ ավելի շատ չունենք, հիմնականում գյուղեր են։ Չէ՞, այսինքն նաեւ որ եւ կամ նույնիսկ քաղաքներ, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում, չէ՞, ունենք քաղաքներ, որտեղ մեծամասամբ գյուղատնտեսությամբ։ Ասենք Բերդ, Մարալիկ։ Ինչեւ Այսինքն որ մարդիկ մնան եւ այդ հողի վրա ապրեն, ինքը ինչքան էլ սիրի իր հողը, մեկը իր երեխուն ավելի է սիրեն։ Չի ասի, չէ, բալես սոված մնա, բայց այստեղից չեմ գնում։ Կամ բալես ամբողջ աշխարհը Երևան գնացինք, սենց լավ էր, ես քեզ ոչ մի բան չեմ կարող։ Այսինքն նաեւ կենսակերպի պահպանում եւ կենցաղի բարելավում եւ նաեւ գյուղատնտեսությունը պետք է ընդհանուր տնտեսական զարգացման մաս լինի։ Օրինակ իմ մոտեցումը դե որպես տարածքային զարգացման փոխնախարար եւ գյուղատնտեսության նախարար, որ դա այդ ամեն ինչը պետք է միասին լինի։ Նաեւ գյուղերում պետք է ստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր։ Եվ ակնհայտ է, չէ՞, ասենց ասեմ, 3 հոգով 4-ը կով են գտնում, չի կարող բավարարել։ Բայց գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը սորտափոխանակում, թե բուսաբուծության, թե անասնաբուծության մեջ շատ կարեւոր է։ Մյուս խնդիրը, որը գյուղացիները այսօր ունեն, երկու հիմնական խնդիր ջուրը, որի հարցը տենց էլ չեն կարողանում լուծեն կամ չեն ուզում, եւ իրացումը ապրանքի։ Այդ հարցերում պետությունը պետք է օգնի։ Նաեւ հատկապես իրացման հարցում։ Տեսեք այսօր ինչ վիճակ կա։ Սրանց վարած քաղաքականության արդյունքում մենք խնդիրներ ունենք մեր սպառման հիմնական շուկայում։ Հիմա ժողովրդին ասում են, մարդիկ գնում են ասում են, լավ, ինչ անենք, օգնի պետությունն ես։ Ասում են, դե գնացեք ձեր համար նոր շուկա գտեք։ Եվ մի հատ հանճարեղ падգամավոր ունեն, չէ՞, Գուրգեն Մելքոնյան, Գագիկ Մելքոնյանը, նախկին փոխնախարար պաշտպանց։ Ում ժամանակ օրինակ Վահագն Ալեքսանյանը բանակում ծառայում էր եւ վարտիկ չուներ։ Դա ասում է լավ է, չիլնում ծիրանը չեն կարողանա ծախենք, էժանանա մենք ծիրանի արաղ կքաշենք։ Օրինակ տենց մարդկանց մուտքը պետական կառավարման համակարգ պետք է ընդհանրապես արգելել։ Որտեւ այսօր գյուղացիները խնդրեմ ունեն։ Լավ, ի տարբերություն ինձ ու ձեզ, որ եթե դուք ինչ-որ մի բան տնից տեղից հեռու հիվանդանաք, մի ամիս աշխատանքի չգաք, միևնույն այն 11 ամսվա փողը ստանալու եք, մի հատ է բյուլետեն եք ստանալու։ Լավ, այս մարդը ամբողջ տարի աշխատում է, որ բերք ունենա, կարողանա բերքը վաճառի։ Եթե ինքը բերքը չի կարողանում վաճառի, ոչ միայն եկամտից է զրկվում, այլ նաև ծախսերը չի կարողանում փակի։ Լավ, հունիսի 8-ին պարզվում է, որ Հայաստան դաշինքը։ Եվ նաև կներեք այս վարկերի խնդիրները կա, փոքր վարկերի երաշխավորությամբ, որտեղ այսօրվա կառավարությունը ամենահակասոցիալական քաղաքականությունն է իրականացնում։ Որևէ իշխանություն, նույնիսկ 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան հակասոցիալական քաղաքականություն չէր իրականացնում։ Այս մարդիկ ուղղակի ամբողջ իրանց օգնությունը գնում է խոշոր բիզնեսին, փոքրերի հաշվին։ Դա համար պետք է օգնենք փոքր ձեռնարկություններին թե քաղաքներում, թե գյուղերում։ Այստեղ փոքր վարկեր պետական երաշխիքով, այդ սև ցուցակների վերանայում, այս ամեն ինչը պետք է գա ընդհանուր ուրեմն որպես մեկ ամբողջական տեղատոմս։ Հիմա հարցը ձևակերպեմ, փորձում եմ։ Հունիսի 8-ին կամ 9-ին պարզվում է, որ Հայաստան դաշինքը ունի մեծամասնություն եւ կառավարությունը ձևավորելու։ Տեսեք, դուք ասացիք, որ գյուղացիները խնդիր ունեն, քանի որ իրացման շուկայի հետ խնդիր է ստեղծվել։ Այստեղ հիմա չքննարկենք այդ շուկան է մեր հետ խնդիր ստեղծել, թե մենք ենք այդ շուկայի հետ խնդիր ստեղծել, բայց ինչ եք անելու դուք, որպեսզի այդ խնդիրը վերանա ստեղծել։ Որովհետև տեսեք ինչա, գիտեք, չէ՞ թե հարցին են գալու, դրա համար արտահանման։ Չէ, դե պարզ է, Չէ, իհարկե, ամենակնարկող թեման չի կարող չխոսես։ Ասում են, մենք օրենք ենք ընդունել, գնում ենք դեպի Եվրոպական միություն։ Հիմա բայց ձեր հետ մնում ենք ԵԱՏՄ-ում։ Ես այս օրինակ երևի անցյալ տարի եմ բերել, հենց այդ օրենքը անցկացեցինք, չնայած դա օրենք էլ չի, օրենքը վարքագծի կանոն է ձևավորում, կամ խթանում, կամ արգելում։ Օրենք չի, Հայաստանը սկսում է գործընթաց այդ նույն օրը, որպես համազեկուցող հանդես է գալիս է արտգործնախարար, փոխարտգործնախարար, ասում է չի նշանակում, որ մենք վաղը դիմում ենք ներկայացնելով Եվրամիության անդամ դառնալ։ Այդ գիտեք նույնը ինչ է, ոնց որ գնաց տուն ասես կին։ Ես ուզում եմ գնամ հարևանուհու մոտ, բայց քանի որ ինքը ինձ հաչի ասել,
կլինի ես, в общем, դու իմ համար բոր շեփի շոյերս լվա։ Ինչ կանի այդ կինը։ Չէ՞, գրտնակը կվերցնի եւ առհատ ես քո համար կլվամ ու կեփեմ, եթե դու ուզում ես գնաս հարևանի կնգամոտ, սպասում ես մինչեւ այն պահ, որ ինքը ասի, հա, արի։ Պարոն Խաչատրյան, կներեք, էլի ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ինչի է անընդհատ այդ կարգի օրինակներ գալիս, որովհետև Վլադիմիր Պուտինն էլ այնտեղ քաղաքակիրթ ապահարզանի մասներ խոսում, հիմա մենք էլ Վլադիմիր Պուտինը լսել է իմ խոսքերը, որտեղ ես նրա մասին խոսում եմ տարուց ավել, այդ օրինակը բերում եմ տարուց ավել։ Այդ շատ կարևոր է, որ Պուտինը ձեզ լսել է։ Կամ էլ իրան են ասել։ Որովհետև ես դա ավելի շուտ եմ ասեն, քան Պուտինն եմ ասում։ Եկեք մի փորձեք, մի ասեք, որ ինքը կամերտոնը խփեց, որ ես շարունակեցին, չէ՞։ Ինքը կամերտոնը չի խփել, որ ես ասեմ, տենց եմ ասում, բայց օրինակը պատկերացեք, չէ՞։ Հիմա չեմ ուզում որևէ տղամարդ դա փորձի, ասում գնա ասի, գիտես, կնիկ sense բան եմ ուզում։ Հիմա ասում են, գիտես ինչ կա։ Մենք գնում ենք Եմեն, բայց քանի դեռ Եմեն իր դռները մեր համար չի բացել, արի ես մնամ ստեղ։ Եմեն էլ պարզ է, չէ՞, այս չափորոշիչները բավարարի։ Այդ այն կանխակալ կարծիքով, թե Եմեն միայն տնտեսական շուկա է, բայց իրականում Մաստրիխտից հետո քաղաքական կառույց է։ Բայց ինչևէ, այսինքն բարելավի արդյունաբերությունը, բարելավի գյուղատնտեսությունը, տես բարելավի այն բարելավի, այսինքն ԵԱՏՄ-ի անդամ լինելով, դե ֆինանսավորես ԵՄ-ի քո գործընթացը, պարզ է, որ ԵԱՏՄ-ը պետք է ասի, չէ, չեմ ուզում։ Եթե ասում են ուզում ես գնաս, շատ լավ։ Բայց իմացի, որ մենք էլ մեր կողմից մեր հակակայլերն ենք անում։ Անկախ պետությունը Հայաստանը անկախ է, իրավունք ունի որոշի։ Ռուսները անկախ են, իրավունք ունեն որոշեն մեզ գազ վաճառեն թե չէ։ Իրավունք ունեն ասեն ձկան սերտիֆիկացիան Ռուսաստանի համար դադարեցրեք։ Իրավունք ունեն ասեն մենք ձեր պտուղ բանջարեղենի համար մուտքը փակում ենք։ Իրավունք ունեն, իրանց շուկան է։ Չէ՞։ Հիմա արդյունքում ով է դժում։ Դու այս գյուղացուն ում ապրանքը մարդը չի կարողանում անցկացնի սահմանը, ստիպված հետ է բերել մեր մեծածախ շուկա, լավ, մեյմանդար, որ ասում են։ Իրան չես կարող ասես, գիտես, այս տարի դիմացի, այն տարի դիմացի, այս տարի դիմացի, այն տարի դիմացի, կամ էլ գլխի ճարըտես, մինչև մեզ ԵՄ ընդունեն, կամ ասել բիզնեսներ, ձեր արտահանման շուկան վերապրոֆիլավորեք, վերաօրիենտացեք։ Չենք կարող, դուք եկել եք իշխանության։ Գնում ես այնտեղ ասում ես, լսի։ Ձեր գործողությունները։ Նորմալ, դու ԵԱՏՄ-ի անդամ ես այսօր։ Դե ուզում ես ասես, մենք այսօր ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Այբ դու կարողանաս իրականես, քննարկես, որոշես, եւ քո շուկան դարձնես այնպիսի ճկուն, որ այս ապրանքը կերասը կարողանաս համ Ռուսաստանում վաճառես, համ Մոսկվայում, համ Բրյուսելում, համ Վաշինգտոնում, համ էլ հեռավոր Տոկիոյում, այդ դեպքում կարող ես քեզ այդ ճոխությունը ցույց տաս։ Դա համար այսօր դու ԵԱՏՄ-ի անդամ ես, պետք է քեզ գնում ես հռոմ, պետք է պայեսնես ոնց որ ռոմեացիները։ Պայքեզնեն ոնց որ ԵԱՏՄ անդամ պետությունը։ Բայց երբեք կախված միեղի մի շուկայից։ Նիկոլի օրոք մեր կախվածությունը Ռուսաստանից դարձել է ուղղակի աստղաբաշխական։ Երբեք մեր տնտեսությունը այսքան Ռուսաստանից կախված չի եղել։ Դա բացեք նայեք մեր արտահանումները։ Ուր են գնում մեր արտահանումները։ Ինչ ենք արտահանում։ Ոսկի Ռուսաստանից ստանում ենք, արտահանում ենք։ Արդեն չէ։ Բացեք 25 թվականի առաջին։ Հա, դե այդքան չի ոնց որ։ Այդքան չի, բայց առաջինն Լեոն Չէ, նկատի ունեմ 23-24 թվականին, չէ, շատ է։ Էլ եմ ասում, այս բանի թիվը չի։ Ասում Ղուրբանը տեղնի, մատա ունի։ Առաջինը ոսկին, երկրորդը գիտեք ինչն է։ Կենցաղային տեխնիկա, բջջային հեռախոսներ։ Բարձա չէ, որ մենք չենք արտադրում։ Ժամանակին կար օրինակ iPhone մեր Արծվիկ Մինասյան ուներ։ Հեռախոսը նորմալ էր։ Հիմա այդ էլ չկա։ Բա ինչ ես ծախելու Եվրամիությունը։ Լավ պատկերացեք վաղը Պեչատով եկավ ասես Բրյուսելը քո համար բաց է։ Ինչ ես արտահանել Բրյուսել։ Այսօր ինչ եք առաջարկում։ Այսինքն մենք առաջարկում ենք դու ԵԱՏՄ անդամ ես, քեզ պայ այնպես ինչպես հայերը ԵԱՏՄ անդամ պետությանը։ Միևնույն ժամանակ տնտեսությունը դիվերսիֆիկացիա, սպառման շուկաները դիվերսիֆիկացիա, որ դու որևէ պատճառով, որևէ երկրից քո կախվածությունը քո համար կենսական չլինի։ Հասարակ բան ասեմ, լավ, COVID հետո արդեն ռուս-ուկրաինական պատերազմ։ Ռուբլու կատաստրոֆիկ անկում, կրկնակի ընկավ ռուբլին։ Հասկանում եք, չեն մարդիկ, ովքեր ապրանքը արտահանում են Ռուսաստան, իրանց տանը սուք էր, որովհետև ինքը պետք է ստանար 1000 ռուբլի, այդ 1000 ռուբլին ստացել էր,
3000 ռուբլին 6000 դրամ էր, այսօր 3000 դրամ։ Այսինքն նույնիսկ լավագույն հարաբերությունների պայմաններում ընդհանրապես փոխարժեքի փոփոխությունը կարող է համար կործանարար լինի։ Այսինքն ունեցին նաև առևտրատնտեսական հարաբերություններ բոլոր երկրների հետ։ Կախվածությունը փորձի նվազեցնել։ Իսկ ճանապարհները, կասեք, որ ճանապարհներով պիտի ունենանք մենք հավասարակշռված տնտեսական հարաբերություններ ռուսաստանյան շուկայի հետ, ղազախական շուկայի հետ, չգիտեմ, եվրոպական։ Եկեք ընդունենք, որ այսօր դու ղազախական շուկայում, ղրղզական շուկայում ոչ մի բան չես։ Չէ, ես ընդհանուր առմամբ եմ ասում։ Հա, օրինակ ԵԱՏՄ-ի մասին որ խոսում ենք, չէ, ակնհայտ է, չէ, որ Ռուսաստանի մասին է խոսք, որտեղ Ղրղզստան մենք, ես չգիտեմ, ինչ-որ բան վաճառում ենք, թե չէ։ Երևի մի երկու բան հասնում են այդտեղ։ Երևի։ Ինչ-որ կարող է մի քիչ կոնյակ, մի թվին իսիկուլ բան են կարել, իշխան են կարտանել, հիմա այնտեղ այս չափի աճում։ Լավ, դրջանակ։ Բայց ելի մի հարցի մի կարճ պատասխան։ Լավ, Նիկոլ Փաշինյանը որ ասում է, մեր համար հասանելի է դարձել ախալքալակ կարճ ճանապարհը, ինչ ես ծախելու։ Կարսում ինչ ես Թուրքիայից բերած լոլիկը ծախելու ես, կարսով գնալու ես Թուրքիայում վաճառես, թե հոլանդական վարդն ես տանելու Ամստերդամում վաճառես։ Այսինքն սուտ է դա։ Մարդկանց որ ասում են, արա այս ճամփեն փակվել է, ինչ անենք, ասում են, կարս ախալքալակը բաց։ Առա թե բան կծախես, դե ծախի։ Կամ որ ասում են Ադրբեջանի ճանապարհով կարող ենք ներմուծել եւ արտահանել, ինչ ես ներմուծել դու Ադրբեջանի ճանապարհով։ Մի բուրցորեն, մի բաժակ բենզին, իսկ ինչ ես արտահանել, էդ էլ չես արտահանել։ Եթե ճանապարհը բաց լիներ, իրականում բաց լիներ Հայաստանից արտահանումների համար, բիզնեսը գիտի, չէ, այդ մարդիկ ավելի շուտ լավ գիտեն, որ Չինաստան էլ կա, Եվրոպա էլ կա, Ամերիկա էլ կա, մինչև Նիկոլ Փաշինյանը դա ասեց, բայց եթե չեն օգտագործել, նշանակում է այդ ճանապարհը իրանց համար պետք պիտանի չի։ Այսօր իրանք դրան կարիքը չեն տեսնում։ Ինչ եք անելու դուք, էլի մնալու ենք Լարսիույսին։ Ինչ մենակ Լարսիույս։ Դե հենց այդ եմ ասում, ինչ եք անելու։ Այսինքն պատկերացրեք, լավ, որ ռուս-վրացական հարաբերությունների ջերմացման ֆոնի վրա բացվի Սուխումի Թբիլիսի երկաթուղին։ Եվ այդ գործընթացները կան, քննարկվում են։ Դա իրական է։ Այսինքն դու պետք է կարողանաս դրա վրա աշխատես։ Ես վերացեի գործընկերների հետ ասեմ, այսպես փորձագետների հետ խոսել եմ, ասել են դա բլեֆ է։ Չկա քննարկում այդ թեմայով ու չի էլ լինելու։ Չէ, դե հիմա։ Լավ, հասկացանք։ Նույնիսկ, այսինքն Վրաստանից Ռուսաստան ճանապարհը գործում է, չէ՞։ Բայց երկաթուղին ինչի՞ պիտի չգործի։ Այսինքն այդ խնդիրը, որտեվ դեպի ճանապարհների բացվելը արդեն սուտ է, թրիփը ընդհանրապես չի աշխատում։ Նույնիսկ եթե աշխատի Հայաստանի շրջափակումը չի ճեղքում, այն որ Աչաջուրում ասել է հյուսիս հարավ ճանապարհը կբացենք, դա ընդհանրապես բլեֆ է, որովհետև այս մեր ճանապարհը հյուսիս հարավ մի քանի հատ գիծ է անցնում։ Բաքու Թբիլիսի Կարս, այս թրիփը դրանից բացի գործելու է Կարսիկ Դիջնախիջևան ճանապարհը, այդ դա կարիքը ոչ ոք չունի, այդքան տրաֆիկ ուղղակի չկա։ Մեր մոտեցումը հետևյալն է. իրական գնահատիր աշխարհաքաղաքական պայմանները, որում դու գտնվում ես։ Իրական գնահատիր քո տնտեսական պոտենցիալը։ Այսօրվա էժանագին ծափահարությունների համար քո երկարաժամկետ պետական շահերը հարվածի տակ մի դիր։ Եվ եթե դու պետություն ես, օգնիր քո քաղաքացիներին, այլ ոչ թե ասես աղքատիզնից վազնարի կամ դե ծնգել արիք։ Կամ գնաս ասես ես Մարտիրոսի գառա, կամ ես գառան խորոված եմ ուտում, բայց անամոթաբար ասես կարտոֆիլ ուտողները պիտի կարտոֆիլ ուտողների կողմ քվեարկեն։ Ինքը կարտոֆիլ չի ուտում, լավ։ Տեսեք ինքը ինչ է ուտում։ Գառան խորոված, ու մեկ էլ նկարվելու համար պերաշկի ու կարտոշկա։ Շատ շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում այսօր իմ զրուցակիցն էր Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակի 5-րդ համար ազգային ժողովի գործող падգամավոր Արթուր Խաչատրյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։